Պարոն Եսայան, բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Եվ այսպես մի քանի թեմաներ առանձնացրել, ներես սկսենք երկու կարևոր հարցերից։ Հիշում եք հայերեն կարճ է տարածված, չգիտեմ, ասում են 90-ականներից էր գալիս դա, տանք հանգիստ ապրենք, հարևանի տունը տանք հանգիստ ապրենք, հարևանի գյուղը տանք հանգիստ ապրենք, չգիտեմ, Սյունիքը տանք հանգիստ ապրենք, Արցախը տանք հանգիստ ապրենք։ Միշտեղ երևի դա մեծագույն բաստողներ, որ մեր հանրային գիտակցության մեջ չէր հասունացել այն, որ երբ որ տալիս ես վաղ հաց չես ունենում, ջուր չես ունենում, այն ինչի արժե, որ մենք հիմա կանգնած ենք։ Երեք պարզ դարձավ, որ այսքան դիոլոգ տարածեց, որ արդեն լուրջ խնդիրներ կա եւ հնարավոր է ջրանջատումներ լինեն համատարած։ Եվ մեկ էլ ինչպիսի բան իշխանությունները հայտարարում են, որ մենք միջամտեցինք եւ այլևս դա չի լինի։ Ասենք թե միջամտեցիք ընտրություններ է, ինչ որ բան կտրամադրեք, պահուստներից ինչ որ կտրամադրեք եւ կունենանք, բայց ինչ է մեզ սպասում 2-3 ամիս հետո։ Ընտրություններից հետո։ Այսինքն Արցախից ամեն տարի $100 միլիոն միայն հաց, ծորեր են գալիս, այսինքն հաց է գալիս այնտեղից։ Հիմա մենք դրանից զրկված ենք, հալի էներգիա կար, ջուր էր գալիս եւ այլն եւ այլն։ Դրան գումարած այն, որ այս դավաճանտականները հանձնեցին այդ ամեն ինչը, դրան գումարած նաև API կար, ոչ պրոֆեսիոնալ փողոցից եկած այս կույտը իրականում չի կարողանում նորմալ կառավարում իրականացնել եւ դրա հետևանքով է եւ մենք իսկապես կանգնելու ենք, չգիտեմ ինչ մեծ խնդիրների առջև։ Սա մի կողմից թոշակի հարցը։ Հիմա մինիմալ զամբյուղ է 70 քանի հազար է, հիմա ինչ որ sense մեծ ճնշումների արդյունքում որ բյուջեի նախատեսված չէ, մարդը խոսում է որ 5000, 6000, չգիտեմ 10000 ավելացնելու են, ասենք թե դարձավ 40000 ոնց են ապրելու դրան, եւ այսպես ասեմ, հիմա բյուջեում նախատեսված չի, կարող է այսպես մեծ մանիպուլյացիա լինի, ես գրոշները տվեց եւ հնարավոր է 3 ամսից ասի դե հիմա ի վիճակի չեմ ես դա տալու։ Այսպես սոցիալ-տնտեսական այս ծանր բաները եւ ինչքանով է ճիշտ աշխատում այս իմաստով ընդդիմությունը, խնդրեմ։ Շատ ճիշտ եք ներկայացնում, որ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը բոլոր հնարավոր միջոցներով հիմնավորում էին, որ թոշակի բարձրացում հնարավոր չէ, միջոցներ չկան։ Տարիներ շարունակ կան տեսաձայնագրությունները, տարբեր հայտարարություններ ազգային ժողովում, կառավարության նիստերին, երբ որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ասում էր, որ աղքատությունը ձեր գլխի մեջ է, դուք պետքա ձեր գլխի մեջ փոխեք, որ սկսեք լավ ապրել։ Ասում են, երբ որ մեր միլիոնների հասնող պարգևավճարները մենք պարգևավճարի տեսքով չստանանք եւ տանք թոշակառուներին, այդ ընդամենը 1000 դրամ էլ չեն կարա դրանով բարձրացնենք, բայց հանկարծ ընտրությունից 3 ամիս առաջ, 3.5 ամիս առաջ նույն իշխանությունը հանկարծ որ անգամ 26 թվականի բյուջեում չէր նախատեսել թոշակների բարձրացում, հանկարծ գտավ միջոց եւ հայտարարեց, որ թոշակները կբարձրանան։ Մի հարց առաջացավ, այդ ինչ միջոցների հաշվին։ Այս շատ լավ է թոշակի բարձրացումը, շատ լավ է, բայց ո՞նց է լինում, որ թոշակի բարձրացումը ձեր կառավարման 8 տարիներին չնչին ինչ-որ տոկոսներ է եղել, ու մեկ էլ ընտրությունից առաջ դարձավ 10000 դրամ նվազագույն թոշակ ստացողների համար։ Շատ գովելի է թոշակների բարձրացումը, որ իրականում այն իրաց փնոված 2000-ականներին 5 անգամ է թոշակը բարձրացել, 5 անգամ 500%-ով թոշակը բարձրացել է։ Ու երբ որ համեմատության մեջ ենք դնում այն ժամանակ 1997 թվականին թոշակները ամիսներով ուշանում էին, այսինքն այտենց վիճակ էր։ Ու այդ վիճակից հասան նրան, որ 5 անգամ թոշակները բարձրացավ 500%-ին։ Իրեն ժամանակ միջին թոշակը բարձրացել է այս բարձրացումն հետը մոտ 40%-ով։ Ու դրան զուգահեռ ինչ գնաճ է տեղի ունեցել։ Մարդիկ 2018-ից հետո սոցիալապես անապահով խավը սկսել են ավելի վատ ապրել, որովհետև պարենային մթերքները օրեկան, օրվա մեջ մի քանի անգամ թանկանում են, շարունակաբար թանկանում են, անդադ թանկանում են։ Խանութ մտնում ես առևտուր անելու, այս ապրանքի գինը նայում ես, այս ժամին մի գինա, մյուս ժամին արդեն բարձրանում է, դե բնականաբար երբեք էլ չի իշխում, անդադ թանկացումներ են, անդադ։ Փաստացի իրենց այս բարձրացումը չի կարողանալ լուծել սոցիալական խնդիրները, մարդիկ սկսել են ավելի լավ ապրել,
իրենք ԿՊ-ական վերնախավը սկսել են ավելի լավ ապրել, արդեն իրենց միլիոնները որ ստանում են, նայում ես տեսքներին ամեն ինչին փոխվել են, սկսել են արդեն մեծահարուստ վիճակների մեջ են, են հասարակ ժողովուրդը աղքատության մեջ է, աշխատանք չունի նորմալ, ու մեղադրում են մարդկանց, պետության ղեկավարները մեղադրում են մարդկանց աղքատ լինելու մեջ, փոխանակ ստեղծեն աշխատատեղ, հնարավորություններ, որ մարդիկ աշխատեն, ինչ են անում, ասում են աղքատությունը ձեր գլխի մեջ է, մենք պարտավոր չենք այս ձեր հարցերը լուծել, գնացեք անգլերեն սովորեք, չգիտեմ ինչ, դες չի կարելի, ինչ վերաբերում է Արցախի հետ կապված, տարիներ շարունակ ճիշտ եք ասում, ասվել է, որ Արցախը տանք, հանգիստ ապրենք, սա հակատրամաբանական, հակագիտական, չգիտեմ, ինչքան հնարավոր է հիմար գաղափար է եղել, որ ցավոք սրտի տարածում է գտել Հայաստանին։ Տեսեք, Եվրոպան այսօր աշխարհի ամենաբարեկեցիկ երկրները եվրոպական երկրներն են հիմնականում։ Ինչի շնորհիվ է։ Այդ նրա շնորհիվ է, որ տարիներ շարունակ իրենք Եվրոպայից դուրս կամ հենց Եվրոպայի մեջ նոր մեծ տարածքներ են գրավել։ Տարածքներ են գրավել, ու այդ ռեսուրսների շնորհիվ հարստացել են։ Իսկ Հայաստանում մարդիկ կային ասում են Արցախը տանք, որ հանգիստ ապրենք։ Քանի տարի Արցախը արդեն ինչ որ մեկը սոցիալական դրական փոփոխություն զգացել է, իհարկե չի զգացել։ Ճիշտ հակառակը։ Հացի խնդիր կա, Արցախից եկող ցորենը արդեն չի գալիս, գյուղատնտեսական այլ ապրանքների, չգիտեմ, հեկերի եւ այլ։ Աբսուրդի հասնող ուղղակի այտենց գաղափարներ են տարածվել ու ճիշտն ասած մեղավոր են նաև այն մարդիկ, ովքեր ժամանակին պատշաճ ձևով չեն անդրադարձել, չեն այդ գաղափարները արմատապես բնաջնջել։ Լրացել արմատի մեջ ջնջել այդ գաղափարները։ Այո։ Արցախն է ձեր խնդրեմը, չգիտեմ, հիմա իմ պաստորն կասեմ, Սյունիքն է ձեր խնդրեմը, այդ տան, նայա ձեր խնդրեմը։ Կասեն, ես ասեմ, այն մարդիկ, ովքեր ասում են, իմ երեխը գնաց, ջուր չտվեցին, բան, նույնը ես արդեն տեսել եմ, ես Սյունեցի եմ, տեսել եմ նույն բանը, արդեն ասում են Կապանի, Գորիսի հետ կապված, ասում են տղաս այնտեղ ծառայում էր, ինչ որ խնդիր ա եղել, իրան լավ չեն նայել, չեն տվել էս ինչ է, այն չեն արել, միանգամից, այսինքն եթե սենց գնաց, հաջորդը ասել են Սյունիք, Վայոց ձոր, հետո կամ Արարատ, ցես կամած բողոքելու են մինչև մարդիկ հասնեն իրենց դրանը, լավ էս ինքնապահպանման բնազդը վերացել ընդհանրապես լավ, սենց ուր ենք հասնելու, ճանապարհը ուր է տանում այս ճանապարհը, սա ինքնակործանման ճանապարհ է, չի կարելի, ամբողջ աշխարհը ձգտում է նոր տարածքներ ունենա, որպեսզի իր երկիրը, իր պետությունը հզորանա, Հայաստանում տարիներ շարունակ ասել են դե հանձնենք, որ լավ ապրենք։ Արցախը փաստորեն այս պահին էլ մերը չի։ Ինչ որ մեկը կա, որ լավ է ապրում, բացի ԿՊ-ական վերնախավից։ Ինչ որ մեկը կա, որ լավ է ապրում, սոցիալական վիճակը լավացել է։ Աբսուրդ բաներ են, բոլոր գումարները գնում են Արցախ։ Այդ ինչ գումարներ են գնում։ Բոլորը խոսում են մարդիկ, բոլոր գումարները գնացել, ինչ գումարներ են գնացել Արցախ։ Ինչ գումարներ են գնացել Արցախ։ Արցախից իհարկե ավելի շատ բան է եկել։ Կամ որ ասենք սփյուռքահայ մի մարդ որոշել է, որ Արցախին իր խնայողություններից օգնի։ Այդ ինչ կապ ունի նրա հետ, որ Հայաստանում մեկն ասում է բոլոր գումարները տվել են Արցախին, դրա համար մենք վատ ենք անում։ Այս թշնամական քարոզությունը ցավոք սրտի արմատավորվել է տարիներ շարունակ ու թույլատրել է մեզ։ Իհարկե մենակ չի եղել պատճառը։ Ես տեսել եմ, ես անձամբ տեսել եմ գրառում, որ բողոքել են, ասել են իմ երեխան Կապանում է ծառայում, իրան այնտեղ լավ չեն վերաբերվում, չգիտեմ, խնձոր է քաղել Զորամասի կողքի այգուց, տերը ջղայնացել է։ Ախր այնպես աբսուրդ բաներ կա։ Ինձ մեկը պատմում, ասում է Արցախում, ասում է մենք գնացինք, մի մարդու դուռը ծեծեցինք, ասին կարանք լողանանք։ Ասես չէ։ Ասում եմ դուք քանի հոգով եք, ասում է 300 հոգով ենք։ Ժողովուրդ, ախր այդ մարդիկ այնտեղ ապրել են, չեն կարա իրանք այդ բոլորի հարցերը լուծեն, կամ որ այգուց մի բան քաղեք, տեսեք քանի հոգի կարա քաղի։ Ես 98 թվականին 100 հոգով գնացել ենք Արցախ, Քարինտակ գյուղ, 100 հոգուց Քարինտակ գյուղում տեղավորել են, հյուրասիրել են, պահել են, պատվել են, ճամփել են, ամենալավ, ամենաճոխ ձևերով,
որևիցե մի հատ տենց դրսևորում, երբեք ես շատ եմ եղել Արցախում։ Ասում են, գնաս իմանաս տեղից ես քեզ լավ չեմ վերաբերվելու, շատ լավ վերաբերմունք ա եղել, մի շատ լավ վերաբերմունք ա եղել։ Կա որոշ, տեսեք, Արցախի ժողովուրդը լեռնային տեղանքում ապրող ժողովուրդ է։ Այդ ժողովրդին կարա նաև որոշակի կոշտություն բնորոշ լինի, բայց այդ չի նշանակում, որ իրանք տենց են։ Այդ կոշտ խոսելաձևի տակ բարե, համբյուր, հյուրասեր հոգի կա։ Պետք է հասնես նրան, որ իր հետ այդ հարաբերություն ունենաս։ Ոչ թե տնես ու ասես, որ մի բաժակ ջուր չեն տվել, չեն թողել իրանց այգուց, ես մի բան քաղենք եւ այլն։ Եկեղեցու դեմ, արշավը, որ իրականացնում են, վերջերս տեսան, որ Ռուբեն Ռուբինյանը գնացել է հաշիվներ բարձելու Սավանքի քահանայի հետ, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, սպառնալիքները, որ բաց այլևս իրենք հնչեցնում են, ավելի հաշիվներ են փորձում բարձել։ Իսկականից մենք արդեն այն բոլոր կարմիր գծերը, այն բոլոր ինչքան իջել ենք, ինչքան հնարավոր է իջել ենք, հիմա սրանք քանդում են գետինը, որ մեզ ավելի ներքև տանեն։ Հենց մեկը էս եկեղեցու դեմ իրանց հալածանքներով։ Այս կարևոր է շեշտել, սա ոչ թե եկեղեցու դեմ արշավ է, սա եկեղեցու դեմ հալածանք է։ Մենք գործ ունենք եկեղեցու դեմ, ինստիտուտի դեմ, ոչ թե ինչ-որ անձերի դեմ, հալածանքների հետ։ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդները այսօր հալածանքների են ենթարկում, որովհետև իրանք գնում են իրենց պատարակին եւ այնտեղ ինչ-որ մի հատ իշխանավոր գալիս է ու ստիպում է մեր եկեղեցու 100-ամյակներով եկած կարգը փոխվի։ Դուք հասկանում եք ոնց է մարդկանց կրոնական զգացմունքները վիրավորում, նայում ես, զգում ես ինչ տառապանքների մեջ է։ Եվ վերջը քահանան ինչ էր ասում, դուք իմ հոգևոր առաջնորդի եւ բոլորիս իհարկե, դուք իմ կաթողիկոսին ամենավերջին բարերով վիրավորում եք, այսինքն իմ իրավունքն է նաեւ ձեր նմանների հետ կապված այսպիսի դիրքորոշում ունենալ։ Այդ դիրքորոշումն են իհարկե, այդ դիրքորոշումն էլ շատ կասկածելի է, ինչ-որ մեկի պատմածով։ Հիմա մենք ոնց վստահ լինենք, որ իրականում տես բան ա եղել, որ ինչ-որ բան են պատմել իրեն եւ հետո ինքն է հանրայնացնում է։ Կարող է սուտ մատնություն են արել, կարող է սուտ են ասել, որ այդ քահանային հարվածի տակ դնել։ Ու ասենք բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահան, այդ մասշտաբի մարդը խորհրդարանական երկրի ազգային ժողովի փոխնախագահան հարկ է համարում, որ այդ հարցով անձամբ ինքը զբաղվի։ Մեր սահմանադրությամբ հստակ նշված է, որ պետությունը եկեղեցին անջատ են, եկեղեցին օրենքով պաշտպանված է, բայց այս իշխանությունները թքած ունեն այդ օրենքների վրա եւ ընկել են եկեղեցու հետևից օրենքներ խախտելով։ Աննախադեպ, նորից եմ ասում, էլ տեղ չկա իջնելու, մենք արդեն հասել ենք ներքև, սրանք քանդում են։ Դրա մասին ենք, քանդում են գետինը, որ մեզ տանեն ավելի ներքև, ավելի խորը, ասենք կաթողիկոսի դեմ քրեական գործ են հարուցում։ Շինծու տարիներով ընկած են հետևից, չեն կարող, հələ տեսեք, կաթողիկոսի ամբասիդ կարելի ասել, գործունեությունը, որ այսքան ընկել են հետևից ամբողջ իրավապահ ուժային համակարգով, բայց չեն կա մի հատ շինծու ինչ-որ դատական ակտ են, որ թեմի առաջնորդին դատարանով, դա մի աբսուրդ, այսինքն մի հատ աբսուրդ թեմայով, մի հատ աբսուրդ մեղադրանք են եղած, որ արգել են իրան երկրից դուրս գա։ Լավ, էս ունենք ասել, էլ տեղ չկա, նորից եմ ասում։ Տարածման մեր սրբազանների վրա, քահանաների վրա, դուք պատկերացրեք, որ ասենք ինչեր են, ոնց է սպառնում քահանաների կամ այն 4 շարունակում են, չէ, եկեք գտնում 4 սրբազան շարունակում են կանոնավորված մնալ։ Երկու սենտեր, դուք պատկերացրեք ինչ որ բան գտնեք կամ իմացի ծաղելի, ընկել են բան են մանգալի, են իրանց ինչ էր, թմրադերն են մանգալիս, որ չկա, իրեղեն ապացույցը չկա, հայտարարություն։ Այս ոնց որ վատ երազ լինի, վատ ու ոչ միայն վատ, աբսուրդային մեծ իրավիճակ է, էլի ոնց կարա պատկերացրեք։ Իրոք, այդ որ ասում են պատմության մեջ դες դեպքեր չի եղել, իրոք, երբ որ օտար նվաճողները ոչ քրիստոնյա իրանց արշավանքների ժամանակ եկել են Հայաստան, իրենք հարգել են հայ մարդկանց կրոնական զգացողությունները, կրոնը, հավատը, աշխարհի մասշտաբով մեր եկեղեցու
ունեցած հեղինակությունը եւ հարգանք են ունեցել այդ մարդկանց հետ շփվելու, հարգելու։ Հիմա էս մի հատ իշխանություն, Ստալինի մասին շատ է խոսվում, որ եկեղեցուն հալածել, իհարկե եղել են այդ դեպքեր, բայց երբ որ եղավ պատերազմը, հայրենական պատերազմը երբ որ եղավ, Ստալինը այդ ժամանակ հասկացավ, որ պետք է համախմբում անի ու գնաց, եկեղեցու հետ համագործակցեց, ու եկեղեցին իր համար ինչ արեց, ապահովեց տանկային շարասյուն, այսինքն այդ մարդը շատ բացասական իր վերաբերվելով հանդերձ, ինչ արեց, բայց տեսեք, գնաց եկեղեցու հետ համագործակցության, մենք այսօր գտնվում ենք ծանր վիճակում, չէ, Արցախը կորցրել ենք, Հայաստանի տարածքը, ասենք ջերմուկում, ադրբեջանական բանակը 8 կիլոմետր խորությամբ Հայաստանի ինքնիշխան տարածքի մեջ է, այսինքն օկուպացիա կա, միայն ջերմուկում չէ, Վարդենիսում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Կապանում, այսինքն այդ թևը ամբողջությամբ օկուպացված է բոլոր ռազմավարական բարձունքները։ Մենք թշնամական օկուպացիայի մեջ ենք, Արցախը կորցրել ենք ու ինչ է տեղի ունենում։ Փոխանակ բոլոր հնարավոր եղած ռեսուրսը երկրի համախմբես, իրանք սկսել են պայքարել եկեղեցու դեմ, այն եկեղեցու դեմ, որը միշտ բանակի կողքին է եղել։ 2020 թվականին խոշոր նվիրատվություններ արեց եկեղեցին բանակին, միլիոնից ավել դոլարների մասին է խոսքը, խոշոր փոխանցումներ արեց, գնդերեսները ծառայության մեջ էին, տեղում կազմակերպում էին, չգիտեմ, հետո վիրավորներին օժակցության ծրագրեր, այսինքն ինչ որ պետք է արվել այդ կառույցից, իրականում արել են իրենք, պետությանը օգնել են, բանակին օգնել են, հետո վիրավորների խնամքի հարցով զբաղվել են, խնամել են, ուղարկել են արտասահման թանկարժեք բուժումների, պրոթեզավորման տարբեր ծրագրերով, այդ արել են, փախստականների համար հարցեր լուծել են սոցիալական, ապաստան տվել են, սնունդ տվել են, հելավ էլ ինչ պետք է անեն, այսինքն իրանք պետության համար, իրանք գործունեությամբ ամբողջ ինչ ունեցել են հնարավորություն արել են, հիմա պետությունը փոխանակ, իշխանությունը փոխանակ այս մարդկա եկեղեցու հետ համախմբի, փորձեն այս վիճակից դուրս գտնեն, հալածանք են սկսել, նորից եմ ասում, սա շատ ճիշտ եք ասում։ Հարցնեք, թող ասե Բագրատ Սրբազանը ինչ է արել պատերազմից հետո, որ այսօր տարել այդպես խոշ տանգում են Բագրատ Սրբազանին։ Ճիշտ եք, այդ բարոյական իհարկե բոլոր տեղերում աշխատել են մարդկանց հետ, բարոյական այդ աջակցությունը իրական ցույց են տվել։ Ու նորից եմ ասում, թշնամական է, այս ինչ որ արվում է թշնամական է, ու շատ ներդաշնակ է այն նրա հետ, ինչը ասում է Ադրբեջանում այն բոլոր մեղադրանքները, որի մեր եկեղեցու հասցեին հնչում է Հայաստանի իշխանության կողմից, երբեմն կարող է շփոթմունքի մեջ գցել։ Այս հայտարարությունը ով արեց, Հայաստանի իշխանությունը, թե Ադրբեջանի իշխանությունը։ Գրեթե նույն տրամաբանության, նույն, որ ասում են համեմատության են բերում, ասում են իսլամական ծայրահեղականներին բնորոշ ազգային քարոզչություն են արվել։ Այս չես կողնորոշում, այդ հայտարարությունը անողը Հայաստանի իշխանությունն է, թե Ադրբեջանի իշխանությունն է։ Հիմա այստեղ մարդիկ պետք է մտածեն, էլի ոնց է լինում, որ մենք արդեն չենք հասկանում, այս հայտարարության հեղինակը Ադրբեջանի իշխանությունն է, թե Հայաստանի իշխանությունը։ Ես ամեն դեպքում գտնում եմ, որ շատերը մարդիկ կան, որ իրականում իրենց բնույթով քաղաքական չեն, շատ հետաքրքրված չեն, կարող են նաև որոշ բաներից տեղյակ չլինեն, ու մեր խնդիրն է, որ ցույց տանք, խոսանք, բացատրենք, չօգնենք, որովհետև մեր դեմ աշխատում է Հայաստանի իշխանության մի հատ ամբողջ հսկայական քարոզչա մեքենա, սկսած հմեկով, վերջացրած բազմաթիվ սուն կայքերով, Facebook-յան բազմաթիվ էջերով, ֆեյքերով, իրենք իրենց պետք եղած ինֆորմացիան կարողանում են հասցնել տեղ։ Մյուս կողմից տեսեք ինչքան խեղճ ու կրակ վիճակում է Նիկոլը, ուրեմն երևի 50 հատ լրատվամիջոց ունի ձեռքի տակ, պետական չգիտեմ ինչքան լրատվամիջոցներ կան, մամուլի ծառայություններ ունի, այս մարդը ոնց որ դեղին մամուլի լրագրող է մնացել, իր ամբողջ PR-ը հատավոտը վերակ է, գիտեք ճեղամոջա, ես արտնել եմ, գիտեք ճեղամոջա, թոշակը 10 դրամով ավելացրել եմ, սպառվել է, այդ նշանակում է ինքը դրանից են կողմ չի գնացել, բայց դա պարազիտ պետության բնկզին նստած, լրատվամիջոցները չգիտեմ ինչ է, բա ինչի է մրապամ, դե տղա ջան, ծավին ուղարկի տուն առավոտը վեր կաց, մեկը բանում գործ չունես, կամ թմթմբացնում ես, կամ նստած
իրենք սպառվել են։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիրը սպառել են իրենց քաղաքականապես, սպառվել են, ասելիք չունեն։ Ինչ ասեն, ինչ որ ասել են, դրա հակառակն են արել միշտ։ Հիմա ինչ ասեն, բայց պետքա մի բան ասեն, չէ՞ որ մնան ուշադրության կենտրոնում։ Դրա համար ինչա պետք անել, սրտիկ, իհարկե, եթե չունես քաղաքական լուրջ ասելիք, գաղափար, միտք, ծրագիր, տեսլական, իշխանությանը բնորոշ գործառույթներ չես կարող իրականացնես, պետքա դաշտը լցնես ինչ-որ մի հատ ուրիշ բանով, որ օրակարգում դու լինես։ Այդ սրտիկն է, չգիտեմ, վարչաբենդի նվագելն է եւ այլը։ Սա ցույց է տալիս իրանք սպառվել են։ Շատ տեսեք, արդեն օրերը մոտեցան Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը տարբեր թվեր են ասում 500,000-ից մինչև 800,000 հայություն է ապրել այդտեղ եւ նաեւ 150,000 Արցախում, բայց մինչ այդ 90-ականների այդ ցեղասպանությունը տեղի ունեցավ եւ մեծ հաշվով Արցախը ստիպված է գնալ ինքնապաշտպանության։ Այսօր չխոսել Սումգայիթի Բաքվի ցեղասպանության մասին, հայաթափության այդ ջարդի մասին, դա նշանակում է թույլ տալ, որ Ալիևը իր այլանդակ քարոզչությունը շարունակի եւ անգամինը թույլ տա, ասի, որ Արցախում ապրել են ֆաշիստներ, չգիտեմ, նացիստներ եւ այլն։ Սա անշուշտ մեծ բացթողում է իշխանությունը, իշխանությունը չի կարող, որտեղ օրակարգը Ալիևն է թելադրում, բայց նաեւ ընդդիմությունը, որ չի կարողանում այս հարցը, ոչ թե չի կարող, ոչ էլ գիտակցում է ընդդիմությունը, որ այս հարցը պիտի բերի օրակարգ, որտեղ կարող ապուշ մադին են ասել, մենք այդ հարցը չենք կարող այսօր բարձրացնել, բայց դու այդ հարցը բարձրացնում ես, նախ ասում ես մենք գործ ունենք, նույն Վենսին ու մյուսին, ցեղասպան Ալիևի հետ, դա փոխհատուցման հարցը պիտի լինի Սումգայիթի Բաքվի հայության, վերադարձի հարցը պիտի լինի եւ համեմատելու եզր չկա, ադրբեջանցիները 100,000 այստեղից գնացել են հանգիստ, վաճառել են իրենց տները, իսկ Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից ուղղակի փախ են եղել եւ ցեղասպանությունից փախչել են, խնդրեմ։ Տեսեք, այստեղ ինչ է կարևոր, իրոք։ Երբ որ Արցախի ժողովուրդը սովետական միության այն ժամանակվա օրենքներով ամբողջ օրինական ձևով բարձրացրեց ինքնորոշման հարցը, նորից եմ կրկնում, սովետական օրենքներին համապատասխան կերպով, երբ որ բարձրացրեց ինքնորոշման հարցը, ստացավ ցեղասպանություն Բաքվում, Սումգայիթում։ Տեսեք, այս շատ կարևոր է, այդ պատերազմը սկսելը ինչից է սկսել։ Դրանից է սկսել, երբ որ մարդիկ օրենքով բարձրացրել են հարց, ինքնորոշման հարց, բայց ստացել են պատասխանը ցեղասպանություն Սումգայիթ եւ Բաքու։ Իսկ ինչի իրանք Արցախի հարցը բարձրացրեցին, որովհետեւ զգացին, որ կամանց Արցախում հայերի ապրելը դառնում է դժվար։ Լեզվի խնդիր, մշակույթի խնդիր եւ այլը, կրթության խնդիր, աստիճանաբար տեղի ունենում ադրբեջանական գործոնի, ադրբեջանական բնակչության ավելացում եւ այլը։ Այդ պատճառով Արցախի ժողովուրդը, տեսնելով, զգալով այդ վտանգը, ինչ արեց։ Բարձրացրեց ինքնորոշման հարց, որի պատասխան ստացավ ցեղասպանություն Սումգայիթում եւ Բաքվում։ 100,000-ավոր հայեր, որ ապրում էին այնտեղ, ու գիտեք ինչ, քաղաքում էին ապրում։ Իրանք ինչ-որ գյուղում հովիվ չէին կամ ինչ, հիմնականում բարձր դիրք ունեցող, մեծ ունեցվածք ունեցող, անշարժ գույքեր կենտրոնական հատվածներում, այսինքն նաև ֆինանսատնտեսական կամ որպես կապիտալ ունեցող մարդիկ էին։ Իրենք ցեղասպանության ենթարկվեցին, զրկվեցին այդ ունեցվածքից եւ փախստականի կարգավիճակով եկան Հայաստան, բայց իսկ ադրբեջանցիները, որոնք ինչի էին Հայաստանում ապրել, ոնց էր եղել։ Ենթադրենք մի հատ գյուղում ադրբեջանցիները բերում էին այդ դաշտերում, սարերում առածացնում էին իրենց անասուններին։ Հետո ասում էին, կարող ենք այս սարում մի հատ բուժկետ բացենք, սարքենք, որ երբ որ մեր հովիվը հիվանդանա, իրան ունենա բուժօգնության հնարավորություն։ Սարքում էին մի հատ բուժկետ, հետո սարքում էին մի հատ իրանք կից կարոյից, հետո մի հատ տուն էին սարքում, կամանց, տեղ են բոլոր լավ տարածքներում, ադրբեջանցիները սկսել են տնավորվել, ապրել։ Այդ մարդիկ Հայաստանում հանգիստ իրանց գույքի համար նաև փոխհատուցում ստանալով թողե գնացել են։ Ու ինչ վերաբերում է Արցախի հետ, Արցախի բնակչության հետ կապված չի կարելի նույն հարթության մեջ դնել, որովհետև Արցախը Բաքվի հայության,
ասեցի արցախցիները իրենց բնորանում, իրենց պապական հազարամյակներով ապրած երկրում են ապրել, հողում են ապրել, իսկ ադրբեջանցիները այս իրանց հողը չի եղել, ստեղ իրանք եկվոր են եղել, բայց հիմա ի՞նչ է կատարվում։ Ադրբեջանական իշխանությունները ստեղծել են Baku TV իշխանական այդ հեռուստաընկերությունը, ստեղծել են Արևմտյան Ադրբեջան վերադարձի հասարակական կազմակերպությունը, որում պետական հովանավորությամբ, ու այդ ամեն ինչով ագրեսիվ քարոզչություն են տանում, ու իրենք ոչ թե Հայաստան ներկայացնում են, որ այդ մարդիկ պետքա վերադառնան որպես նախկինում իրենց բնակավայր, այլ որպես իրենց հայրենիք պետքա վերադառնան, այս նրբությունն էլ է կարևոր։ Այդ 300,000-ի մասին, որ խոսում են, դա խոսում են ոչ թե որ ուղակի ստեղ ապրել են վերադառնան, այլ տանտիրոջ իրավունքով վերադարձի մասին է խոսքը։ Խոսքը հենա, որ իրանք են սրա տերը, մենք ենք եկվոր։ Հասկանում եք, ստեղ այս նրբությունը կարևոր է, շատերը չգիտեն։ Իրենք ուզում են այդ վերադարձը կազմակերպեն, որպես տանտեր, հողի տեր, իրենց պետության մաս, ասում եմ, ստեղծել են Baku TV հեռուստաընկերությունը պետական ֆինանսավորմամբ, ստեղծել են այդ Արևմտյան Ադրբեջանի վերադարձի հասարակական կազմակերպությունը պետական ֆինանսավորությամբ եւ խոսում են իրենց բնորամ վերադարձի մասին։ Պետք է մարդիկ այս ամեն ինչը հստակ հասկանան, սրա հետ կապված վտանգները, խոճապի մեջ պետք չի լինել այս ամեն ինչից, բայց նաև պետք չի մատնելի արանքով նայել, պետք է նկատի ունենալ ու զգուշանալ։ Հիմա ինչ վերաբերում է Սումգայիթի դեպքերի հետ կապված մեր պետական քաղաքականությանը, ինչ են անում սրանք։ Ամեն ինչ զիջում են, ամեն ինչ, բայց բոլորի համար պարզ է, չէ, երբ որ մի կողմը միշտ զիջում է, մի կողմը ինչ պետք է անի թշնամական, մի կողմը պետք է պահանջի։ Հիմա եթե դու քաղաքական օրակարգից այդ հարցերը հանում ես, քեզնից հաջորդ պահանջը չի ուշանալու։ Սրա մասին է խոսքը։ Երբ որ դու հրաժարվում ես այդ իրավունքներից, դու ճանապարհ ես բացում, որ քեզնից մի ուրիշ բան եւս պահանջեն։ Սենց հերթով ինչ որ կա, արդեն տեսեք, իրանք այդ խոջալու այդ իրանց ստեղծած այդ օրակարգը ոնց են առաջ տանում։ Այսօր անգամ այնտեղ իրանց Ամերիկայի դեսպանատունն է Ադրբեջանում դրան արձագանք է արել, այսինքն հաշվի են առնում ու ադրբեջանցիներից եմ ասում, տանտիրոջ իրավունքով են, ես պետք է նկատի ունենաք, պետք է հաստատ իմանալ, ինչքան զիջես, նորից պահանջելու ենք ես, իսկ երբ որ նայում ես ինչ են խոսում Ադրբեջանում և ինչ են խոսում Հայաստանում, չգիտեմ, 180 աշճանի տրամաբանական տարբեր բաներ են։ Այո, շատ տեղին շատ ճիշտ եք ասում, խնդիրը իշխանության մեջ է։ Եթե մենք ունենանք հայկական օրակարգ, հայկական ազգային շահեր սպասարկող իշխանություն, կտրուկ արմատական փոփոխություն լինելու է։ Ինչքան էլ սրան ստեղծած հետևանքները, թողած հետևանքները ծանր են, բայց երբ որ մենք ունենանք ճիշտ իշխանություն, հայկական շահեր սպասարկող իշխանություն, փորձառու իշխանություն, գիտելիք ունեցող իշխանություն, խելամիտ իշխանություն, այս վիճակը չի լինելու։ Ինչի՞ դրա համար կարևոր է անպայման մասնակցել ընտրություններին, անպայման։ Ընտրությանը չմասնակցելը, ցանկացած քաղաքացու ընտրությանը չմասնակցելը ունի մեկ շահառու եւ այդ շահառուն Նիկոլ Փաշինյանն է։ Եթե մեկը չի գնում ընտրության, ուրեմն թող իմանա, որ իր չգնալու շահառուն Նիկոլ Փաշինյանն է։ Այսօր արդեն ընդդիմության դաշտում 4 մեծ հետաքրքիր բևեռներ կան, այսինքն մարդիկ ունեն ընտրության հնարավորություն, լայն հնարավորություն։ Ուզում եք տնտեսական հետաքրքիր նոր մոտեցումներ, կա Հզոր Հայաստան Սամվել Կարապետյանի թիմ, ուզում եք ուժեղ ազգային առաջնորդ փորձառու, կա Ռոբերտ Քոչարյան, ուզում եք տնտեսական էլի ծրագիր, այո, այնտեղ կա
Ծառուկյանի հետ կապված ծրագիր հետաքրքիր տնտեսական, ուզում եք նորաստեղծ ուժերի հետ կապված դաշինք կա, արդեն Թաթոյանի շուրջ է դաշինք, այսինքն մարդիկ ունեն հնարավորություն, քաղաքական դաշտը մարդկանց արդեն անում է հստակ առաջարկ ու արդարացում չկա, պետք է գնալ ընտրությունով է հնարավոր փոխել այս իշխանությունը, մի տարածված խոսույթ էլ կա, որ արդեն հաղթել է, այդ խոսույթի շահառունել է Նիկոլ Փաշինյանը, անպայման է պետք մասնակցել ընտրությանը, անպայման, այն մարդիկ, ովքեր հասկանում են այս վտանգները, պետք է իրենց շրջապատի վրա աշխատեն, համոզեն, հարևաններին, բարեկամներին, անհատական պետք է աշխատանք տանեն, բացատրեն, որ ժողովուրդ, եթե դու չես գնում ընտրության, դու աջակցում ես Նիկոլ Փաշինյանին, էսա հանկարծ ոչ մեկ չներկայացնի, որ չգնալով բոլորին մեր չէ, ունի շահառու Նիկոլ Փաշինյանն է ու պետք է գնալ ընտրության, գնալ ընտրություն կատարել ընդդիմության առաջարկների մեջ, հետո էլ պահանջել այդ առաջարկների իրականացումը։ Մենք ունենք շատ լավ հնարավորություն, այսօր եթե ընդդիմադիր 4 բլոկները հաջողությամբ անցնում են, ինչ է տեղի ունենում։ Ստեղծվում է ըստ էության նոր ու ազգային համերաշխության իշխանություն ստեղծելու հնարավորություն կա։ Կոնսենսուս մինուս 1 վիճակն է լրիվ։ Ստեղծումը, տեսեք, ամեն բլոկներում էս իմ ասած, բոլորի մեջ տարբեր ուժեր կան, այսինքն այն հիմա ինչ որ պետք է համախմբում, որտեղ ոչ մի ուժ այսօր չունի ոչ այդ կադրային, ոչ մի հնարավորություն չունի միայնակ Հայաստանը կառավարելու։ Իսկ մենք մեր ընտրությամբ հնարավորություն ունենք ձևավորելու ըստ էության նոր եւ ըստ էության ազգային համաձայնության իշխանություն իդեմս ընդդիմադիր 4 բլոկների։ Այս հնարավորությունը կա։ Դրա համար պետք է օգտվել։ Այս էթերեսի թողնենք վերջում, բայց էլի կարևոր թեմա կա կրիմինալի, այս կրիմինալ հայտարար վիճակ է երկրում, ինչի հետևանք է եւ նաեւ վախերը Նիկոլի մի կողմից տեսեք սնանկ վիճակը պրոֆեսիոնալների եւ մասնագետների, թե ինչպես եկավ եւ գլխատեց ու ոչնչացրեց։ Հիմա էլ այն ինչ որ ունի, դա էլ իրեն չի բավարարում, նախ ժողովրդին չի բավարարում, որտեղ կրիմինալը բախտում է ողջ երկրում է։ Մյուս կողմից էլ Նիկոլի վախերը, որ այս մարդիկ արդյոք մեծ հաշվով կարող է մի օր սթափվեն եւ թեքվեն այս կողմ, հա, վախերը կրիմինալ իրավիճակը, խնդրեմ։ Տեսեք, այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը միանգամից 3 ոստիկանապետի տեղակալների աշխատանքից ազատեց, այդ նշանակում որ արդեն հաստատվում է այն հանգամանքը, որ գործ ունենք քրեացին իրավիճակի սրման հետ, լուրջ սրման հետ, այն աստիճանի, որ արդեն միանգամից 3 կադրային փոփոխություն են կատարում, ոստիկանության պետի տեղակալների են աշխատանքից ազատում, բարեկային ծառայության պետի եւ այլ։ Սա հենց դրա մասին է խոսում, որ քրեացին վիճակը դուրս է եկել իր վերահսկողությունից։ Հիմա այս մարդիկ, ովքեր փոխարինվեցին, մեծ մասը ինչ վիճակներ, ինչի միջոցով են անցել, քաղաքական իշխանության շատ հրամաններ են կատարել, որը խնդրահարույց են։ Հենց գիտեք հեշտ է ինչ որ իրավապահ մարմնի աշխատակցի գնալ, չգիտեմ, սրբազան ձերբակալել, գնալ կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցել եւ այլ։ Ու մի հատ կարևոր հանգամանք էլ կա։ Շատ արժանապատվություն ունեցող որակյալ ծառայողներ ժամանակի ընթացքում լքել են համակարգը, որովհետև չեն կարող հասկացել են ինչա կատարում, դուրս են եկել համակարգից դուրս են եկել ու իրենց փոխարեն եկել են ոչ պրոֆեսիոնալ տարբեր տեսակի կադրեր ու դրա համար այսօր քրեական գործեր կար ընդդիմության հանդեպ, երբ որ նայում ես թե ինչ մասնագիտական սխալներով արված այդ ամեն ինչը, արդեն հասկանում ես, որ այնտեղ կադրերի լուրջ խնդիր կա։ Այդ բոլորը պետք է, որտեվ շատ են ասում, ինչի են հրամանները կատարում, որովհետև այն ովքեր չէին կատարում ժամանակի ընթացքում հանվել են, դուրս են եկել համակարգից, իրենք են հեռացել, չեն ուզել այս իշխանության գործիքը դառնան, դուրս են եկել։ Բերել են, չգիտեմ, ինչ-որ մի հատ ծանոթի, բարեկամի, ասել են արի աշխատավարձ ստացի, ու ցավոք սրտի դες մարդիկ էլ կան, որ մենակ նրա համար, որ ինչ-որ աշխատավարձ կամ պարգևավճար ստանան, կարան ամեն տեսակի կեղտոտ գործի մեջ մտնեն, ամեն տեսակի։ Չգիտեմ, գնան Միքայել Սրբազանի նման մարդուն թևը քաշեն, տանեն, չգիտեմ, ինչեր անեն, լավ, այս չի կարելի։ Ցավոք հասել ենք նորից եմ ասում հատակը ու քանդում մեզ նորից ավելի խորն են տանում։
Էսա։ Սրա հետ կապված էս վիճակն է ընդհանուր։ Շատ լավ, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։